Ուղիղ եթերում ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Խաչիկ Մանուկյանը, 4 օրից մենք պիտի ընտրություն կատարենք, հիմա Խաչիկը կասի թե ինչի մեջ պիտի որ ուժերի մեջ, ինչի կամ ինչի մեջ իրականում պիտի ընտրություն կատարենք եւ ինչու է կարեւոր որ գնանք այս ընտրությունների, բայց ես մենք տեսնում ենք որ հիմա Նիկոլ Փաշինյանին այսպես իրենք աշխատում են թշնամու հետ միասին բոլոր ուղղություններով, այսօր երկու անգամ արդեն ցուցադրեցինք, լավ է, որ Հայազգային կոնգրեսը հետևողական այդ ուղղությամբ է աշխատում, մասնավորապես Արամ Մանուկյանը ներկայացնելով հատ առ հատ թե քանի դպրոց են սահմանամերձ շրջաններում փակվելու, 43 դպրոց միայն Սյունիքում է փակվելու։ Պատկերացնում եք ինչ է անում, մի կողմից դա է, մյուս կողմից բարից բուն իմաստով գա այսպես ասել, որ թշնամի են հռչակյալ Ռուսաստանի Դաշնությանը եւ մենք տեսնում ենք, որ այնտեղից ստուգումներ են անցկացել եւ սանկցիաներ են կիրառում, սա նշանակում է, որ գյուղատնտեսությունը պայթելու է ուղղակի եւ մեզ սպառնում է նաեւ առաջիկայում սով եւ սառնամանիք, այս ուղղությամբ եւս իրենք աշխատում են եւ նաեւ ծեծուջարդ եւ վախ ու սարսափ տարածել 3 Մասիսի շրջանում է, Արարատի մարզում, տեսանք, որ հարձակվել են ուժեղ Հայաստանի վրա եւ նաեւ ընթացքում առավոտվանից ստուգումներ եւ խոշտանգումներ Հայաստան Դաշինքի շտաբների, կենտրոնների եւ նաեւ ուժեղ Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի, գիտեք, որ ձերբակալություններ կան, այսօր արդիվում է եղել, հարձակվել են արդեն Հայաստան Դաշինքի ներկայացուցիչի վրա եւ ամեն կերպ փորձում են լրացնել ընդհանրապես հակառակարծիք ունեցող ցանկացած մարդու օրինակներից մեկն է, մենք կարող ենք ցուցադրել այդ մայրը, Որդեգորույս մայրը, կարող ենք ցուցադրել Որդեգորույս մայրը ինչպես է բղավում իր վիշտը ցավը ներկայացնում, ասելով, որ ինչ անբարոյականություն եւ անամոթություն է տիրում ամենուր, երբ որ այս ամենի այս մեծ ողբերգության ֆոնին շարունակում են ինչ-որ զեղություն, ուրախություն, հրճվանք, երկուպար ներկայացնել ՔՊ-ի կողմից եւ տեսնենք, թե ինչպես է լրացում եւ ինչ է կատարվում։ Սա ունես դրած արկ, դրել ես սա, քեզ ուղարկել եմ։ Եվ որդուն է կործել և խորանը։ Լեսա պահված ես, այլանդակի պահվածքը։ Տեսնում եք ձայնը բարձրացնում է, որ խլեցնել ես ցավը։ Այս այլանդակին, խոզիտ բալա, ասմա տեսնեք ինչքան են տվել։ Գնեք, դուք ով եք, որ անգդ ասեք մի նկար, ես ոչ չզոտեք, հա, ես լերակով եմ նկարում եմ, դուք տասեք ով եք։ Ես ու դու եկան գարանցին խոսեմ։ Մայիկ ջան, ես լերակով եմ, ասեք ինչն է պատճառ, ինչ եք դուք ասել, երկը ներկայացնել։ Ուզում եմ ասեմ, ես շոու որ կազմակերպել է, իմ նման սգվորները, սիրտ չունեն իրա, օրաժվի սրտիկները բերում այս տարածքը իմ երեխեքը, երկու, իմ Արմանը, լուսի նման իմ թագավոր տղեն, գնացի այրուխու հետ միասին զոհով, տարավ հաստրեց, Ջաբրայլի երեխեքին, չի տարալ, այդ
Eçimde de kandesini ay. Boçu buçay Türk. Ay Türkiye bardak. Esin çaresin biraz bir bilsin. İnneman hazara vurdu. Yerine. Hamid arasını seçmatik kanala borçlu. Դուք ես տարածքի բնակիչ եք, նա։ Այո, ես այս տարածքի բնակիչ եմ։ Այ, 8-րդ շենքի բնակիչ եմ բարձր հարկ շենքի։ 74 տնից ըստեղ եմ ապրում։ Իրավապան ամուսինումն էի ջահել մահացավ։ Երեխես ու թորս կորան։ Ես ինչ սեքտանի գլխի նայես ինչ սեպսիրտը։ Ինչ անեմ, ինչ ախոսում։ Ես այս սրայից շատ անգամ եմ ասել, որ ԿՊ պարագլուխները պարում են մեր զավակների այրան վրա եւ հիմա փաստացի դիպուկ տեսանք, որ այո, այդ փալասախումբը, այդ դավաճանախումբը, այդ սրիկայախումբը ցանկացած բնորոշում սրանց հետ կարող ես կապել, որովհետեւ իրենք բացահայտ են այլևս ասում, մենք խեղդում ենք ձեր վիշտը, ցավը մեր ցնծության ընջունների ներքո։ Այս դուխով տրյապկեքը որոնք ծնկել են թուրքերի առաջ, որոնք ծնկել են մեր թշնամիների առաջ, որոնք կարողացել են նրանց այդ համաձայնության գալ, հայերին կոտորելու, հայերին ոչնչացնելու, Հայաստանը վերացնելու հարցում, ինչը փաստացի մենք տեսնում ենք, Արցախը, Կիրանցի գյուղերը, Տիգրանա շենը, հետո հաջորդ այսպես գնալու է։ Ինչու է գնալու, որտեղ դա միակ ձևն է, որպեսզի սրանք կարողանան իրենց աթոռները պահել եւ այլևս որևէ գործ չեն անելու հանուն հայի եւ Հայաստանի, բացահայտորեն ես սրանց ասել եմ, լափելու եւ ցրտելու կուսակցություն դեսա, որը եկել է լափի վերածի։ Այս ամբողջը, այն այրունը, այն սրբազան այրունը, որը մեր զավակները իրենց հայրենիքի պահպանման համար են տվել, ոչ թե այս փալասախմբին, դավաճանախմբին ուռճացնելու համար։ Այստեղ շատ կարևոր կետեր ասեց այս հրաշալի ազնվազարմ կինը, մեկը որ, արա եթե դա Հայաստան չէր, այ փալաս, այ դուխով տրյապկա, ինչի տարարնդեք, ինչի որ հիմա կայնել ես այդ խմբով, այդ թքող մոր թքող լակոտով, այն սահմանները պատժավոյթ համարող դիշով կեկով, որոնց բերել ես եւ ուրեմն սրանք ուժային կառույցներ են ներկայացնում, այդ հանձնախմբի անդամներ են եւ սրանցից մեկին էլ կարողացան, չէ, այդ մեր ազնվազարմ հայերը այդ հմեկի ներկայանալի ինչ որ մի հաղորդումով տաշել ուղակի գնդակի պես, մի անտրուսիկի, որը հելել ասում է եկել է կարա տրուսիկից եք խոսում, այդ տրուսիկից փալած, դու ես խոսել, են էլ ոչ թե հանրային էկրանից, հայոց ամենաբարձր ամբիոնից, պարլամենտից ես ասել, որ քո Մելքոնյան Գագոն, են քո գեներալը, որ քո կողքն է հիմա, որը թալանելու պալատների տերադարել, եւ այդ չընտրնով Նիկոլը չի գնում ասի, երա այ գեներալիկ, ես քեզ թալանել արա, որ հիմա ասում ես, արդեն Արցախը Ադրբեջանին նաշուշին երբ ամեր է եղել, արա դրանք այդ ամեն ինչը քեզ տվել են, որ դու մասնակից ես եղել են պայքարին, որով այո մենք կարողացել ենք մեր Կորսված տարածքները հետ բերել, իսկ եթե դու հիմա դրանք հանձնում ես թշնամուն, այդ պալատները քեզ խի են թողել, ես ընդամենը մի գեներալ գիտեմ, որը որ աննահանջ է դրա գլուխը կերած եւ դրանից հետո հերթով կարողացաք այսպես հարցերը լուծել եւ հանձնել եւ հիմա էլ շարունակում եք հանձնել եւ հանձնելու գործողություններից հետո սկսեցին որոշները գեներալի կոչումներ ստանալ, սիրելի հայրենակիցներ, ԿՊ-ի օրոք Գեներալներ, բարձր սպաներ դառնում են նրանք, ովքեր երկիրն են հանձնում։ Նախկինում այդպես չէր, սրանք սիրում են նախկին ներկա այդ հոլովույթի մեջ ձեզ ներառել եւ կուլ տալ, խժռել, որովհետեւ մենք նախկիններից էլ առանձնապես գոչ ենք եղել, դժգոհ, բայց դրանք եղել են սոցիալական հարցեր, դրանք եղել են քաղաքական ինչ-ինչը, բայց ոչ երբեք հայրենադավություն, դավաճանություն, սրիկայ, դրանք շատ տարբեր բաներ են։ Այդ պետություն ունեինք, ուզում էինք ավելի լավը դարձնել։ Հիմա երբ որ պետությունը չի լինելու, ինչից բողոքես։ Եվ մյուս իշխանությունները որ կան, ես պատկերացնում եմ, ինչ մեծ տքնանք, ինչ ջանք է պահանջվելու, որպեսզի կարողանան որոշ չափով անդունդը գլորած այս երկիրը նորից բերել, որտեղ միջազգային հարթակներում արդեն բոլոր մտածում են, թե այս կլոններն են Հայաստանը ներկայացնողները, որոնք գնում այստեղ այնտեղ կազում են եւ այդ ծնգելիք, արա ծնգելիք կանենք, հələ գգա օրը դու ծնգելիք ես լինելու, փալաս
որ գնացել ես, բայց չլսեցի, որտեվ հասկացար, որ դու ինքնաբացահայտվում ես որպես դուխով տրյապկա, որովհետև քեզ հարցնում է, գերիների հարցը դե ծնգել արեք, դո ծնգել քո հեյլումները արին, որ քոպես դեբիլ են աշխարհ բերել եւ եկել է հայոց իշխանության մեջ մախրճվել, որպես չգիտեմ քանի երկրի լրտես, եւ ես Վարդևանյանի պատասխանը լսեցի, երբ որ ես Գոյանքը փորձում էր Վարդևանյանին ներկայացնել, որ դու ես ուժին են ուժին, եւ ինչ ուժի անունը տվեց, դրանք բոլորը հայրենիքին ծառայած ուժեր էին։ Եվ դա իրավունք ունի Վարդևանյանը եւ այնտեղ լինել եւ այնտեղ, որովհետեւ նա պայքարում է բոլոր այն տեղերը, որտեղ էս քպեական ոհմակի դեմ պայքար կա։ Եվ նա հստակ ասեց, արա դու ես ինձ դες բան ասում, դու որ բացահայտորեն այլ երկրների լրտես, եկել ես եւ դու ես ինձ։ Եվ մենք այս ամեն ինչը տեսնում ենք, հասկանում ենք, որ արդեն հասկանալի է, որ պարտվել է այս թիմը, բացահայտ պարտությունը եւ գնում է ազնվազար հայերի շարունակաբար բանտարկելու, ինչպես Թևանյանը, Անդրանիկ Թևանյան, ես նրա ելույթները որ լսում էի տարիներ առաջ, տեսա մեկը ով գրքեր է կարդում, ով այդ գրքերից ցիտատներ է բերում, մեջ բերումներ է անում եւ իսկապես համակրանք ունեցա իր անձի հանդեպ, իր գործչի հանդեպ, ով իր ազգի համար պայքար է մղում։ Եվ երբ նա Երևանի քաղաքապետի համար էր պայքարում, ես ելույթ ունեցա հարգելով իր անձը, իր ստեղծած թիմը, որտեղ նա պայքարի ազնվազար մարդիկ է եւ որպես ազնվազար հայ պիտի բանտարկվեր, ինչպես Բագրատ Սրբազանը, որին միջև հիմա կալանավարում է պահում, ինչի, որովհետեւ գիտի որ այդպես պիտի լինի, եւ Աշոտ Երկաթը, եւ Աշոտյանը, որը ժամանակին նորից տևականորեն բանտարկվեց, որովհետեւ նա էլ անընդհատ ժողովրդին կարողանում էր մատուցել ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որով պիտի կարողանար երկիրը մնալ, հայրենիքը մնալ, պետությունը մնալ, եւ այս փալասախումբը, որ ընդամենը լափի կռիվ է տալիս եւ եկել է այս անգամ էլ ասի, արա ոնց մեզ լափից զրկելու են, արա ոնց մեզ ստանալու են զնդանները նետեն, եւ դա երանելի պահ է լինելու ձեզ համար զնդաններում հայտնվել է։ Ես հիմա տեսնում եմ, որ քանի որ բացահայտ է ԿՊ-ի պարտությունը, որը ակնհայտ է մեր միջավայրում, մեր շրջապատում ենք տեսնում, մարդիկ ուղղակի նողկանք են ապրում լսելով ԿՊ կամ Նիկոլ, եւ դրանցից որևէ մեկի անունը, որովհետեւ դրանք բոլորը ուրացան հային, ուրացան մեր հայրենիքը, մեր պետությունը եւ ուրացման ճանապարհին են, որովհետեւ հիմա թշնամին լռում է այնքանով, եւ որ չի հարվածում մեր սահմաններին, որ կորուստներ չտեսնեք, մյուսը չտեսնեք, բայց նրանց լռությունն էլ կասկածելի է, նրանք լավ էլ սատարում են ԿՊ-ին, այդ նույն Թուրքիան եւ իրանց արտգործնախարարի վերանով դա բացահայտ ասեցին եւ Ալիևը եւ Մակրոնը, որը դարերով Ֆրանսիան սովոր է մեզ այսպես գլուխները շոյելով մեր տարածքները հանձնել, սկսեն Կիլիկիայից մինչեւ մեր օր նույն ցեղասպանության ժամանակահատվածում սրանք ինչ են արել, սրանք կողքից դիտորդներ են եղել, նայել են, չասեմ հրճվանք են ապրել, գուցե մարդկային զգացողությունները մի քիչ ավելի հիմա էլ ոնց է ասում են, ձեզ կուղարկենք այս պրոթեզային կուղարկենք, դա միայն, գնացեք մերրեք, եթե սաղ եք մնում, անթև եք մնում, անոտ եք մնում, ինչ որ մի բան կտանք, այնա լա հարցը կտան, թե չեն տա, այդքանով են օգնելու, այդ օգնությունը ձեզ պետք է, կամ այդ շքերթը որ արեց, ես այդտեղ տեսա զինամթերքներ, որոնցով Իսրայելի լակոտները կռիվ են աղում իրար հետ, այդ նույն տեսակ այդ զենքերի 50%-ը դրա մասին էր, այդտեղ չկար զենք, որը ահուսարսափ կբերեր, թշնամուն եւ կասեր, արա խելոք մնամ հայրս, դա հանել էր այդ ցիրկը կազմակերպել էր, որովհետեւ իր պապաները ասել էին, որ արա մի հատ ցիրկ, արա մի հատ շոու, արա որ այս կորսված քո ձայները կարողանաս հետ բերել, չի ստացվում, բայց ես նկատել եմ, որ ինքն էլ տրամադրված չի, արդեն որտեղ հասկացել է, որ իր այսքան անընդունելի լինելը, եթե փորձի ուժով պահել, դա պատերազմ է, ներքին պատերազմ է։ Ներքին պատերազմ է, արյունահեղություն է, որի դեպքում շատ հնարավոր է, որ դրանցից որևէ մեկին փրկել չլինի, բայց ես շատ ուզում եմ, որ դրանք ողջ մնան, այ մեր սիրելի մարզիկը Հակոբ Քոխյանը այստեղ ասաց, ես ստանալու եմ Նիկոլիկին պահեմ իմ նկուղում։ Ինչի պահի, որ տենան ինչ է եղել ի վերջո, ոնց է եղել այս դավաճանությունը, ինչի արեցին, ստիպված էին արեցին, թե իրենց կամքով արեցին, թե իրենց մոլորության գնով։ Հիմա տեսեք, այն թքող լակոտը վերջերս ասում են, այն վաղ որ ասում էին Հայաստանը սխալվել եմ։ Արա քո սխալը մեր երեխեքի կյանքի գինն է արժեցել։ Այ երբ որ դու ես սատկես քո սխալի համար, այդ ժամանակ կասեմ, հա, դու արդարացրեցի,
քո սխալ լինելը, որտեղ ինքդ կյանք տվեցիր, քո սխալին, բայց դուխով տերյապկա, եկել ես դաշկինակի պես կնյանիք ես փոխում ու այդ սխալիդ վրա ես խաղում, փալլաս, ընկեպին գաշակյոլխիտ ուռոտ, որ սխալվեցին գնացել հեշտ ես ասում, արա, հազարավորներ այդ սխալի, քո սխալի, քո թիմի սխալի համար կյանք են տվել, և այդ կյանքի կինը դուք վճարելու եք, դուք եք վճարելու, չեք մարսելու, այս այրան վրա, որ թրջկոտում եք, փալասներ չկարողացաք մոտենակ հայ ժողովրդի ցավին, այդ ցավին մոտենալ չկարողացաք, ձերը քեֆ, ուրախություն, հրճվանք, ինչա նարկոտիկ, ձերը դա էր, և դրա համար է այսօր թմրան յետի մեծ պահանջարկ իմ երկրում, դրա համար է, որ խաղամոլներ եք բուծում արա, դրա համար են մարդիկ ունես զրկվում ամեն ինչով, որովհետև ձերը դա է, փող, լապ, լապելու և ցրթելու կուսակցություն, քո վերջը եկել է, և ինչքան էլ մոլորվածներ գնան և փորձեն, ուրեմն պաշտպանել ձեզ ձայն տան, դուք արդեն պարտված եք, և այդ ձենները ուղղակիորեն սիմվոլիկ նշանակություն ունեն, ես ուզում եմ, շատ եմ ուզում սիրելի հայրենակիցներ, որ մենք կարողանանք այս հաղթանակը վավերացնել, որ մենք կարողանանք այնինչ հիմա իրականում կա, նաև այդ քվյա խցիկներում կարողանանք իրագործել, այո Հայաստանը լինելու է, և լինելու առաջնահերթ պայմանը ՔՊ-ի չլինելն է, և հիմա շատերն են ասում ՔՊ-ն կլինի, ուրեմն պարլամենտում որպես գլխավոր ընդդիմություն, այս երցավը տանեն, պատասխան չունեն, տալու, ես մտածում այդ զնդաններում պիտի լինի ՔՊ-ն, որ դրանք հերթով գան, այդ ստից բաների համար, որ տանում էին ազնվազարմ հայերին, բանտարկում էին, և դրանցից մեկը Խաչիկ Գալստյան նրա անունը տամ, այդ ազնվազարմ հայի, պրոֆեսորի, որ իսկապես առող սերունդ էր կերտում, այդ մարդուխի տարակարապակ, ինչ են անում ձեզ, ինչ հայտենում եք, ով որ հայ է, մաքուր, արյունով, ազնվազարմ հայը տանում փակում եք, դա ձեր օգտին չի, ասեմ, որովհետև հայերը ամեն դեպքում շատ են, հայերը ամեն դեպքում շատ են, և հայերը հաղթելու են քեզ ՔՊ, քեզ հաղթելու են, և եմ որ են նախորդ պարլամենտում հիշում եմ, հելելեիք Շուշա էիք ասում, իմ չքնաղ Շուշին, երբ արդեն դուք ձեր մեջ, ձեր մտքի մեջ դիշովկեք հանձնել էիք իմ Արցախը, իմ Շուշին հանձնել էիք, դուք հիմա արդեն բացահայտորեն այդ ամենը անում եք և մենք հասկանում ենք, որ չեք էլ խաբում, դուք հիմա իսկապես էլ դա եք կատարում և այդ գործարքը պիտի հասցնեք մինչև վերջ, և պատերազմ խաղաղություն, որ ասենց մցրել եք, մարդկանց մի մասն էլ սենց մոլորված ասում է, արա վաճկականից խաղաղություն են բերել, հասկանում եք պատերազմներ բերած, հոշոտած, ազգին հոշոտած այս կուսակցությանը լապելու և ծրտելու կուսակցությանը դավաճանախմբին ասում են խաղաղություն, այս պատերազմները, այս այրունը մինչև հիմա հոսում է, չի չորացել, և սրանք են խաղաղության մասին խոսում, սրանք որ ասում են սխալվել ենք, սրանք որ ինձ տալիս եք այդ իրավունքը, որ հետո էլ ասեն, դե էլի սխալվեցինք, մի հատ էլ սխալվեցինք, հետո վերջի կտորը որ մնա Հայաստանի կկանգնեն մի բարձրախոսի տեղ երևի կտան մեր թշնամիները ասեն արա հայտնի, հիմա ես ինչ է կոչվում, չեմ էլ ուզում խոսեմ այդ մասին, ես վստահ եմ, որ հայերը լինելու են, վստահ եմ, որ պայքարը լինելու, և ես ազնվազարմ հայի ոգեղեն ուժին եմ հիմա ապավենելու, որսե կարողանանք մոտենալ, բոլոր ազգային ուժերը, ովքեր կենսագրում, որովհետև այդ երեք ուժերն էլ ցույց են տվել իրենց ապրածով, իրենց կենսագրությամբ, որ նայեք, Սամվել Կարապետյանի դեպքում հիմա փորձում են անընդհատ ինչ-որ բան գտնել, այս գտնել, այն գտնել, այնպես մարդը լավությունից բացի ուրիշ բան չի արել, իմ բիզնեսմեն ընկերը, որը դրսերում է ապրում և բիզնեսներ է անում, ասում է գիտես Սամվել Կարապետյանը դեռ այդքան հզոր չէր, մի հարցով իմ ընկերը մոտեցավ իրեն, տեսնեիր ինչպես կարողացավ օգնել, ամեն ինչ անել, որ ոտքի կանգնի և այսօրվա դրությամբ այնքան է հզորացել, որ ինձ էլ է օգնել այդ նույն բարեկամը և ցանկացած հայ, ովքեր դիմել են այդ մարդուն, օգնություն են ստացել Մյուսը որ Գագիկ Ծառուկյանը, որը իմիջիայլոց ես ասեմ, որ շատ մարզիկներ հիմա կոորդինացվում են իր շուրջը, ես այսօր այցելեցի միտեղ, որտեղ իր յուրայիններն էին և տեսա, որ շատ խաղաղ է, հանգիստ է, նրանք հիստերիայի մեջ չեն և խաղաղ պայքար են, այո, ի տարբերություն այդ ինչա ԿՊ ոհմակի
Եվ հիմա տեսնում են, որ այո, առողջ ընտրապայքար են տանում, որտեղ իրենք էլ հասկանում են, իրենց թեկնածուն ամեն ինչ արել է եւ իր մարզիկները պարտավորվածություն նաեւ պիտի զգան կանգնելու Ծառուկյանի կողքը, ես ասեմ, որ այնտեղ նաեւ հրաշալի թիմակից է նա ձևավորել եւ Թևանյանը, եւ Սուրեն Սուրենյանցը, եւ մարդիկ, ովքեր իսկապես էլ նվիրված են պայքարին գործին։ Ամեն ինչ դատում են արդյունքը, մի հատ արդյունքը նայեք։ Իհարկե։ Եվ նաեւ Ռոբերտ Եվ Քոչարյանը, ով այո, դժվարին պահին եկավ, հիմա մարդիկ սկսել են հիշել նաև խավարի մեջ եկավ լույս բերեց այս մարդը։ Լույս է բերել եւ բերեց այդ լույսը, ոչ թե խաղաղություն, ուժ բերեց այդ ուժի դեմ արդեն չոքեցին, ծնկեցին։ Ես այդ ելույթները երբեք չեմ մոռանում, հիմա հաճախ եմ լսում, քանի որ ունենք մի վեհերոտ երկիրը ներկայացնող գոյանք, որի ղեկավար չեմ կարող ասել, սա ճիշտ ղեկը չի բռնել, որ ասեմ, սա ներկայացնում է մեր շահերը կամ մեր երկիրը տանում է։ Ինչ որ առողջ տեղ չէ, ոչ մի հանգրվանի, հաղթական հանգրվանի մենք չենք գնալու այս գոյանքներով։ Սրանք որ ասում են միլիարդներով ավելացնելու եմ, լսեցի, արդեն միլիոն չի ասում, միլիարդ է ասում։ Ճիշտ է ասում, արա այն ԿՊԱ-ականները, ովքեր միլիոններ ստեղծեցին, միլիարդների են հասնելու, բայց ժողովուրդ ջան, քեզ ինչ։ Ինքը էլի ասում էր, հեսա տեսեք ինչ ձեր վիճակները ոնց է, ինչ որ չափով լավ է, հասկացա մի երկու տեղ կապիկություն արեց, ինչ որ մի բան գյուղատնտեսական վարկեր, տեղյակ եմ դա չպետք է ասեմ, եւ դա խաբուսիկության համար էր։ Եվ հիմա այդ նույն մարդիկ տեսնում են, որ դժվարանում են անգամ այդ վարկերը տալու, որովհետև հիմա այնից ստեղծում են, իրացնելու տեղ չունեն։ Այդ որ չեն իրացնելու, այ ոնց են փակելու այդ վարկերը։ Այսինքն այդ ամեն ինչը խաբեություն էր սկզբից մինչև վերջ, եւ այդ խաբեության վերջն է ստի կայսրության փլուզման ժամանակն է։ Դուք պիտի որոշեք սիրելի հայրենակիցներ, Հայաստան թե ԿՊ։ Սա շատ տարբեր բաներ են իրարից, տարբեր։ Ինչպես որ այդ ամբողջականությունը փշրվեց, ինչպես որ այդ կապիկությունը, որ գնացին սրանք արեցին, որ դա ապարեցին, երկեցին, արտասանեցին, որ Արցախը Հայաստան է ու Թերրան, հələ դրանցից մեկը չգնաց կյանքը տար, գոնե մատնացության էին, տեսեք արա մեր Նիկոլիկը ընդ զոհվեց, Ալենչիկը ընդ զոհվեց, ովքեր են այդ, չգիտեմ, այդ Վահակչիկու չգիտեմ ինչ է մյուսը մի խոսքով դրանցից որևէ մեկը որպես որ խոսելու տեղ ունենային այս ամեն ինչով հանդերձ ես ուզում ասել այո այն բոլոր կուսակցությունները ովքեր պայքարում են Նիկոլիկի դեմ նրանք պիտի հաղթեն սա պիտի գնա եւ ձայները չփոշիացնել տալ միայն այս երեք ուժերից որևէ մեկին որտեվ մնացած եթե տակ ձեր ձայները փոշիանալու են ուրեմն այս անբարոյականին տեսեք Անահիտ Ավանեսյան նախարարը, չգիտեմ ինչ առողջապահության, ասում է բերանս մի բացեք, ուր էր Սեյրան Օհանյանը, երբ զանգում օգնություն է խնդրում, տականք։ Ուրեմն Սեյրան Օհանյանը իր ամբողջ կյանքը նվիրել է մեր բանակի ստեղծման։ Ուրեմն բերանդ բացու ասեն ոսկորները, որ տարել է իր պարկերի մեջ։ Արա այդ դուխով տրյապկեքի փալած, այդ որ տարել կողել է իր պարկերը, բացի բերանդ պատասխան տու դրա համար, դե բացի, հերիքա նախկին ներկա հոլովուտի մեջ ներառեք ու չոլեք ես հանդրությանը, դու նախկինն եք դուք, դու ամենա ողորմելի փալասը դուք եք, որ չկարողացաք հայ արժանապատվությունը պահել, որ չկարողացաք մեր ինքնությանը տեղ լինել, եւ այսօր ամեն մեկը մտածում եք, այն Արարատի անունը փոխենք, տնենք Արաբատ, այն մտա, այ ողորմելի փալասներ, դուք ով եք, դուք ինչ եք ձեզանից ներկայացնում, որ այսօր եւ այս ազգը ձեզ հնարավորություն է տվել ընտրապ, ես ապշում եմ ուղակի, ոնց կարեցան այսքան խաբեությունից, այսքան կործանարար գործողություններից հետո նորից ելնել Հայաստանում պատտվել։ Այն դեպքում որ ակնհայտորեն երկիր են հանձնում, այս մարդիկ ուժ չունեն, կարողություն չունեն, ամուր գոյանքներ են, այս մարդկանց ուժը հազիվ երևում է իրենց փորոտիկը լցնելու, իրենց պալատները կառուցելու, այս դեպքում ես իրենց մեղավոր չեմ ասում, որտեղ անասնակալած գոյանքներ են եւ իրենք չեն թաքցնում իրենց միտումները, սա է լինելու։ Եվ եթե ուզում եք սրանցից իմանալ, այո, հանձնելու են Տիգրան այո, նորից տեղանք կա, բայց որևէ մեկը այս փսլնկոտներից խոսեց Արցվաշենի մասին, ասեց որ ախպեր ջան, ամենամեծ անկլավը այս եղած խաղերի մեջ այդ Արցվաշենն էր, բայց ինչի մի հատ անդրադարձ չկա կամ Ջերմուտի Արվարձանները գրավյալ վիճակում է այսօր, բայց մեկը ձնանեց որ տվեք, գերիների մասին էլ ասում ես ծնգլ եք անում, հետո էլի որ մի խումբ տանեն էլի ծնգլ ալնելու Այև որ սրանց հանձնենք, այս դավաճանախմբին, այն ժամանակ ծնգել չի լինի, այն ժամանակ կշնչի երկիրը։ Անբարոյական, ուրեմն պատերազմը սկսելուց հետո արագ
Անմիջապես Սեյրան Օհանյանը գնում է պաշտպանության նախարարություն, որ ասի թե ինչով կարող եմ օգտակար լինել, ժամերով սպասեցնում է այն տականքը, այսօր որ հիմա բոմժավարի չգիտեմ որտեղ է Տոնոյանը, եւ չի համարձակվում Նիկոլի հրամանով ընդունել եւ ասել գնում, ասում է խնդրում եմ, ինչով կարող եմ օգտակար լինել, ասում եմ որ թույլ չեն տալի որ մտնի եւ լսի եւ ասի ինքը գնում է այնտեղ Արցախ այնտեղ է ասում։ Հետո այդ մահվան լռություն աղանդից է։ Սա իհարկե աղանդավոր շնացին ոնց որ շատ լավ հիշեցիք, որտեվ ինքը որ պատասխան տար այդ պարկերի մեջ մեր զինվորների այդ մարմինների համար պատասխան չի տվել եւ հենց մի հատ էլ դա պետք է զնդանում լիներ հիմա։ Անբարոյական։ Այդ հերոսների ոսկորները նկուղում լցնելու համար։ Անահիտ Ավանեսյանից ինչ աղպես։ Եվ ոչ միայն ինքը իր ամբողջ պարագլուխները այդ ԿՊ-ի եւ սրանցից որևէ առողջ բան չկա։ Սեյրան Օհանյանից է խոսում, ամբողջ կյանքը նվիրաբերել է։ Եվ հիմա քանի որ բանակին, բայց արեք ասենք հարգելի Անժելա, որ խաբեություն հիմա չեն անում մեծ մասամբ, հիմա հելելա լափումա, ինչ որ բաներ ա լափում, ճիշտ է լափումա այնպիսի բաներ, որ հետո առանցին չի լափում։ Ինքը ձեզ համար ա լափում, որ ասի ես ձեզանից մեկն եմ, լափում եմ սենց էժանագին բաներ։ Այն մյուս բաները հետո ա լափում։ Դες լափելու եւ ցրտելու կուսակցության գլխավոր ներկայացուցիչը այդպես պիտի վարվեր, ընտրապայքարը պիտի անցկացնեին լափելու մասին։ Եվ այս ընտրապայքարը իրենց պարագայում լափի մասին, հայրենիքի մասին չի, հայի արժանապատվության, հաղթանակների մասին չի եւ չել կարող լինել։ Պարտության սիմվոլները շքերթ են անում, ինչի շքերթ եք անում, արա։ Այ ողորմելիներ։ Ասում եմ Իսրայելի լակոտները այդ զենքերի 50% այնտեղ կռիվ են հաղում իրանց համար։ Այդտեղ հաղթական զենք չեմ տեսել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօր ժամը 7-ին հանրահավաք է Ուժեղ Հայաստանի բոլորս հանրապետության հրապարակ, վաղը Բարգավաճ Հայաստանի կուսակցության հանրահավաքն է բոլորս այնտեղ, մյուս օրը Հայաստան դաշինքի, կիրակի օրը բոլորս գնում ենք ընտրության, մերժում ենք Նիկոլին, իր արբանյակներին ընտրում ենք 3 ազգային ուժերից։ Ես մի բան էլ ասեմ իմ սիրելի հայրենակիցներ, քանի որ անմարդկային իրավիճակում ենք ապրում եւ չենք կարող իսկապես էլ մարդկայինորեն խոսել իրար հետ չենք կարող։ Մեր նյարդերը տեղի են տալիս, որովհետեւ չի կարելի հանդուրժել դավաճանախմբի այսքան տևական գործողությունները եւ որևէ բան չձեռնարկել։ Հիմա կա այդ հնարավորությունները։ Հիմա մենք խաղաղ կարող ենք իսկապես էլ ստեղծել խաղաղ զարգացող Հայաստան եւ դա խոստանում են մեր այն լիդերները, ովքեր ազգային մտածողություն ունեն, ովքեր եկել են արդեն իրենց կենսագրությամբ ցույց են տվել, որ նեցուկ են հային եւ Հայաստանին, եւ դա խրտնեցնում է սրանց եւ ամեն կերպ փորձում են ինչ որ հայտարարություններ անել, որպեսզի մոլորեցնեն քեզ, որ չհավատաս, քեզ բարեգործություն արածին, որ չհավատաս նրան, ով քո արժանապատվությունն է վերադարձրել, որ չհավատաս նրան, ով հաղթանակներ է քեզ պարգևել։ Եղիր հաղթանակների կողքը, կերտիր քո հաղթությունը եւ քո ուժը դրան հերիքում է եւ մի դարձիր մոլորյալ գառ, որին պիտի Թուրքիայի երախը մղեն։ Ես հավատում եմ քեզ, հայ ժողովուրդ, հավատում եմ քո հաղթանակին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։